Բարի եւ օրհնյալ առավոտ սիրելի հարազատներս, թող Հայր Աստծո խաղաղությունն ու շնորհը ամենքիս հետ լինի։ Հայր Աստված, շնորհակալ ենք, որ Հիսուս Քրիստոսը քո լույսն է ու քո էության արտահայտությունը, ու որ Հիսուսին ճանաչելով քեզ ենք ճանաչում։ Շնորհակալ ենք Տեր, քո փրկարար շնորհի համար։ Շնորհակալ ենք, որ դու մեզ փրկում ես ոչ թե ըստ մեր գործերի, այլ քո ողորմությամբ, որ քո ներումը դա նվեր է մեզ։ Շնորհակալ ենք Տեր, որ բոլոր ճշմարիտ հավատացյալներին, անկախ նրանց տարիքից, անկախ նրանց ռասայից, նրանց ազգությունից, դու կփրկես չարից ու կհասցնես երկնային արքայությունը քո։ Շնորհակալ ենք Տեր, Սուրբ Հոգու համար, որ մեր սրտերում վկայում է մեզ քո մասին։ Բացի բոլորի սրտերը փակ, Տեր, թող բոլոր սրտերը բացվեն քո առաջ, որպեսզի դու փառքի Աստված, խաղաղության իշխան, հաղթության Աստված, միակ ու կենդանի Աստված, գաս ու ապրես մեր սրտերում, մեր տներում, Հիսուսի անունով, ամեն։ Հիմա անդրադառնանք Դերեկ Պրինսի «Արդյոք քո լեզուն բժշկության կարիք ունի» գրքի շարունակությանը, գլուխ 7, բայց մինչև շարունակելը YouTube-յան իմ հետևորդների ու ընկերների համար ասեմ, հիշում եք, ես մի քանի աղոթքներ ու հռչակումներ երազների համար, Աստծո սպառազինությունը հագնելու համար ասել էի կկիսվեմ ու ոչ մի ձև չէի գտնում եւ երեք Աստված ինձ ընկերուհու տեսքով հրեշտակ ուղարկեց, որ ինձ օգնեց իմանալ ոնց կարող եմ անել ու ես արդեն 5 poster եմ դրել YouTube-ում ու այդտեղ այդ աղոթքները տպված դրված են, որ դուք կարող եք արդեն օգտագործել այդպիսի աղոթքներ, որ էլի լինեն, որ ես գտնեմ կարիք կա կիսելու, անպայման նորից այնտեղ կդնեմ։ Ուղղակի ուզում եի, որ տեղյակ լինեք, դուք էլ կիսվեք, տարածվեք, լայքեք, տպագրական սխալների համար էլ ներեք։ Այսքանը, հիմա անցնենք գլուխ 7-ին։ Բուժման առաջին քայլերը։ Ուրեմն նորից, որպեսզի հասկանալի լինի այս ամենը ու ես չեմ կարող ամեն ինչ կրկնել, դուք պետք է այս դասերը հերթականությամբ լսեք, որ իմաստ ունենա եւ օգուտ բերի ձեզ։ Եկեք քննարկենք այն 3 պարզ գործնական աստվածաշնչյան քայլերը, որ ամեն մեկս պիտի ձեռնարկի իր լեզվի խնդրի լուծման համար։ Քայլ համար առաջին։ Ախտորոշենք ու անվանենք մեր խնդիրը իր իրական ու ճիշտ անունով եւ այդ անունը մեղք է, մեղք։ Այսինքն մեր լեզվի խնդիրը մեղքն է։ Ուրեմն ոչ թե բաներ ասեցի, դե ես էլ շատախոս եմ, ոչինչ, ես էլ սուտասան եմ, ոչինչ, այլ ես ստախոսության մեղք եմ գործել, ես իմ կյանքում, իմ լեզվի վրա գործում է ստախոսության մեղքը, որովհետև ստախոսությունը մեղք է, կամ ես բամբասանքի մեղք եմ գործել, որովհետև բամբասանքը մեղք է եւ այդպես շարունակ։ Ոչ թե թաքնվել ճշմարտությունից, այլ ընդունել ճշմարտությունը եւ ճիշտ անուն տալ դրան։ Ոչ թե բնավորության գիծ է, այլ մեղք է։ Կարևոր է, որ մենք ազնվանանք ինքներս մեզ հետ եւ Աստծո հետ։ Քանի դեռ մենք օգտագործում ենք ինչ-որ անորոշ, խելացի ու գեղեցիկ հնչող բառեր, հոգեբանական տերմիններ, ծածկելու, թաքցնելու, արդարացնելու, ներելու կամ ձևացնելու, թե մեր սրտի ու լեզվի խնդիրը իրականում չկա, ոչինչ չի պատահի եւ ոչինչ չի փոխվի ու մենք չենք բժշկվի։ Այսինքն, քանի մենք զբաղված ենք ծածկադմփոցով ու ձևացնելով, ոչ մեր սիրտը եւ ոչ մեր լեզուն չի բուժվի ու մենք չենք ազատագրվի։
պետք է հասնենք ու գանք ազնվության այդ կետին, այդ պահին։ Դերեկ Պրինցն ասում է, ես դա բազմիցս տեսել եմ Աստծո գործերում, ինչպես ինձ հետ, այնպես էլ շատ այլ մարդկանց հետ։ Ես էլ կարող եմ ինձ համար ասել, որպես Նարինե, երբ որ ես ազնվացել եմ ու ընդունել եմ, որ այն ինչ տեղի է ունենում կամ իմ լեզվում կամ իմ սրտում, ես տվել եմ դրա ճշմարիտ անունը եւ ընդունել եմ, որ դա մեղք է ու հասկացել եմ ինչ մեղք է։ Ճանապարհի կեսն արդեն անցել եմ։ Աստված արդեն ավելի հեշտ է ինձ հետ գործել։ Երբ մենք հասնում ենք ճշմարտության այդ պահին, Աստված ներս է մտնում եւ օգնում է մեզ, որտեղ մինչեւ այդ մեղքը ոնց որ պատնեշ լինի մեր ու Աստծո միջեւ։ Քանի դեռ մենք փորձում ենք արդարացնել, կոծկել կամ խեղաթյուրել մեր խնդիրը, ձևացնել ու չառերեսվել մեր խնդիրների հետ։ Քանի դեռ մենք ինքներս մեզ հետ ազնիվ չենք ու խաբում ենք ինքներս մեզ, թե մենք մեղք չենք գործել, Աստված ոչինչ չի անում մեզ օգնելու համար։ Երբեմն ասում ենք. Տեր Աստված, ինչու չես օգնում ինձ։ Աստված պատասխանում է։ Մենք կարող է չենք լսում նրան, բայց Աստված պատասխանում է ասելով. ես սպասում եմ, որ դու ազնիվ լինես։ Ազնիվ լինես նախ ինքդ քո հետ եւ ազնիվ լինես իմ հետ։ Սա առաջին եւ ամենակարևոր քայլն է։ Չես կարող այս քայլը բաց թողնել եւ դրական արդյունք ստանալ։ Այդ քայլը կատարելուց հետո արդեն բժշկության ճանապարհին ենք հաջորդ քայլերը անելու համար։ Ուրեմն, առաջինը անվանեք ձեր խնդիրը իր ճիշտ անունով՝ մեղք։ Կրոնական մարդիկ ունեն մեր լեզուների չարաշահումը արդարացնելու կամ քողարկելու շատ տարբեր եղանակներ։ Մենք կարծում ենք, որ մեծ նշանակություն չունի, թե ինչ ենք մենք ասում։ Բայց Աստված ասում է, որ դա հսկայական նշանակություն ունի, զորություն ունի մեր կյանքում, եւ մենք փաստացիորեն տեսանք ու քննեցինք Իսրայելի ժողովրդի պատմությունից մի դրվագ, թե ինչպես ասված խոսքերը անդրադարձան մի ողջ ազգի եւ անհատների ճակատագրի վրա։ Մատթեոս 12 Մատթեոս ավետարանի 12-րդ գլխի 37 խոսքում Հիսուսն ասաց. որովհետև քո խոսքերից պիտի արդարացվես եւ քո խոսքերից պիտի դատապարտվես։ Սա լուրջ խնդիր է։ Մենք չպիտի վերաբերվենք այս խնդրի հետ որպես անկարևոր մանրուքի։ Ճշմարտության պահին արի ու ասա, հասի այդ ճշմարտությանը քո մեջ, ազնվացի քո հետ ու Աստծո առաջ ու ասա, ես խնդիր ունեմ ու իմ խնդիրը մեղքն է։ Ես մեղք եմ գործում։ Երբ հասնեք այդ կետին, պատրաստ եք կատարել երկրորդ քայլը։ Քայլ համար երկրորդ. խոստովանիր քո մեղքը եւ ստացիր ներում եւ Քրիստոսի արյունով մաքրում Աստծուց։ Առաջին Հովհաննես նամակի առաջին գլխի 7-ից 9 խոսքերը պարզ կերպով լուսաբանում են այս քայլը մեզ համար։ Իսկ եթե լույսի մեջ ենք քայլում, ինչպես որ նա է լույսի մեջ, ինչպես որ Աստված է լույսի մեջ, հաղորդության մեջ ենք միմյանց հետ, եւ նրա որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ մաքրում է ամեն մեղքից։ Եթե ասենք, թե մեղք չունենք, ինքներս մեզ ենք խաբում եւ մեր մեջ ճշմարտություն չկա։ Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է ու արդար, մեր մեղքերը ներելու մեզ եւ մաքրելու մեզ ամեն անիրավությունից։ Կրկին մենք տեսնում ենք ազնիվ լինելու կարևորությունը։ Հիսուսի արյունը չի մաքրում մեզ խավարի մեջ։ Սա նշանակում է, քանի դեռ մենք շարունակում ենք ձևացնել, որ խնդիր ունենք, ավելի ճիշտ
շարունակում ենք ձևացնել, որ խնդիր չունենք, մենք շարունակում ենք մնալ խավարի մեջ, եւ Հիսուսի արյունը չի մաքրում մեզ խավարի մեջ։ Բայց երբ մենք ազնիվ ենք եւ ընդունում ենք, որ մեղք ենք գործել, ազնիվ ենք ինքներս մեր հետ, ազնիվ ենք Աստծո առաջ եւ ընդունում ենք, որ մեղք ենք գործել, խոստովանում ենք մեր մեղքը, թե ինքներս մեզ ու Աստծուն, ապա մենք գալիս ենք լույսի մեջ եւ լույսի մեջ գալով Հիսուսի արյունը մաքրում է մեզ։ Ուզում եմ հասկանանք, որ խոսքը ֆիզիկական խավարի ու լույսի մասին չի, էլեկտրականության մասին չի խոսքը, սա հոգևոր իրավիճակ է։ Երբ որ մենք հակառակ ենք, ապստամբած ենք Աստծուն, մենք մեղքի իշխանության տակ ենք եւ հետեւաբար խավարի մեջ։ Երբ մենք դառնում ենք դեպի Աստված, գալիս ենք դեպի Աստված, խոստովանում ենք մեր մեղքերը, ընդունում ենք Հիսուսին, մենք մտնում ենք լույսի մեջ։ Եվ այն ժամանակ, երբ մենք գալիս ենք լույսի մեջ, դեպի Աստված, մենք կարող ենք ստանալ Հիսուսի արյան մաքրումը։ Եթե մենք քայլում ենք լույսի մեջ, Հիսուս Քրիստոսի արյունը մշտապես շարունակաբար մաքրում է մեզ եւ անարատ ու մաքուր պահում մեզ բոլոր մեղքերից։ Ամեն անգամ մեղքը խոստովանելով մենք մաքրվում ենք։ Եթե ասենք, որ մեղք չունենք, որ մենք մեղք չենք գործել, արդեն ասեցի, որ հենց դա է մեր իրական խնդիրը եւ խավարի մեջ լինելը, եւ մենք ինքներս մեզ ենք խաբում ու ինքներս մեզ դատապարտում։ Ճշմարտությունը այդ ժամանակ մեր մեջ չէ եւ մենք լույսի մեջ չենք։ Մենք դեռ խավարի մեջ ենք, որտեղ Աստծո տված բժշկությունն ու ազատագրումը չի գործում։ Հետո գալիս ենք այլընտրանքին։ Եթե մենք խոստովանենք մեր մեղքերը, գանք դեպի լույսը եւ ընդունենք մեր խնդրի իրական էությունն ու լրջությունը, ապա կարդացինք, որ նա հավատարիմ է ու արդար, Աստված հավատարիմ է ու արդար, մեր մեղքերը ներելու մեզ եւ մաքրելու մեզ ամեն անիրավությունից։ Այս նախադասության մեջ Աստծուն նկարագրող երկու բառեր են օգտագործվում, որոնք շատ կարևոր են։ Նա հավատարիմ է եւ նա արդար է։ Պետք է հասկանանք, որ Աստված հավատարիմ է, քանի որ խոստացել է, խոստում է տվել եւ Աստված կպահի իր խոստումը։ Նա հավատարիմ է մնում իր խոստմանը, իր ուխտին։ Եվ Աստված արդար է մեր հանդեպ, երբ մենք խոստովանում ենք մեր մեղքերը, որտեղ Հիսուս Քրիստոսը արդեն վճարել է մեր մեղքերի պատիժը, մեր մեղքերի գինը։ Հետևաբար Աստված կարող է ներել մեզ առանց իր արդարությունից հրաժարվելու, որտեղ Աստված սուրբ է, նա չի կարող արդարությունից հրաժարվել։ Աստվածաշունչը ասում է, մեղքի պատիժը մահն է։ Հիսուս Քրիստոսը մեռավ մեր մեղքերի համար ու վճարեց այդ մեղքի պատժի գինը, ու Աստծո արդարադատությունը մեղքի հանդեպ կատարվեց։ Ու երբ մենք խոստովանում ու ապաշխարում ենք, մենք Քրիստոսով արդարացվում ենք։ Ուրիշ կերպ արդարացում չկա։ Եթե դու Քրիստոսին չես ընդունում, ուրեմն Աստծո արդարության դատաստանը քո վրա է գալու։ Իսկ եթե ընդունում ես Քրիստոսին, արդեն այն ինչ որ Քրիստոսը արեց խաչի վրա, քեզ ծածկում է։ Եթե մենք խոստովանենք մեր մեղքերը, ապա Սուրբ Գրքի երաշխիքն այն է, որ Աստված հավատարմությամբ եւ արդարությամբ կների մեզ մեր մեղքերը եւ կմաքրի մեզ ամեն անիրավությունից։ Աստված ոչ միայն ներում է, այլ ավելի կարևոր է, որ Աստված մաքրում է մեզ։ Երկուսն իրար հետ է տեղի ունենում։ Երբ մեր սրտերը մաքրվում են Հիսուս Քրիստոսի արյունով, մենք չենք շարունակում նույն մեղքերը գործել, մեղքի իշխանությունը կոտրվում է, մենք դադարում ենք սիրել այդ մեղքը։ Ինչու է կարևոր, որ մեր սիրտը մաքրվի Հիսուսի արյունով,
քանի որ Աստվածաշունչն ասում է, մեր սիրտը կյանքի աղբյուրն է, այն ծառը, որ պտուղ է տալիս մեր կյանքում։ Եթե Հիսուսի արյունով մեր սիրտը չմաքրվի, այն կմնա ապականված, փչացած, վատը, մեղքի մեջ, մեղքին գերի, եւ բնականաբար, որպես կյանքի աղբյուր ու ծառ, չար պտուղ կբերի մեր կյանք, կործանում կբերի մեր կյանք։ Եթե հավատում ենք, որ մեր մեղքերը ներված են, բայց փորձառությամբ գտնում ենք, որ չենք մաքրվել, այսինքն շարունակում ենք նույն մեղքը կամ մեղքերը գործել, ապա Դերեկ Պրինցն ասում է, այնքան էլ վստահ չեմ, որ նման մարդը իսկապես ներվել է։ Սա կարող է լինել նրա համար, որ ապաշխարությունը ի սրտե տեղի չի ունեցել։ Սա կարող է լինել նրա համար, որ այդ մարդը իր սրտում աններողամտություն ունի ուրիշի հանդեպ, որովհետև Աստված ասում է ների, որ ներվես։ Ինչ չափով ներես, այդ չափով կներվես։ Սա կարևոր է։ Բայց մենք պիտի հիշենք, որ Սուրբ Գրությունը, որ խոստանում է ներում, խոստանում է նաև մաքրում։ Աստված երբեք կանգ չի առնում կես ճանապարհին։ Եթե մենք բավարարում ենք պայմանները, մենք ստանում ենք ներման ու մաքրման ամբողջական փաթեթը, մենք ստանում ենք երկուսը։ Եթե մենք պայմաններին չենք բավարարում, ապա ոչ ներում, ոչ էլ մաքրում չենք ստանա։ Աստված կիսատ պրատ ոչինչ չի անում, նա չի տա քեզ ներում առանց տալու մաքրում։ Բայց եթե մենք իսկապես սրտանց խոստովանենք մեր մեղքերը, մենք էլ ներենք մեր դեմ չարիք արած մարդկանց, Աստված հավատարիմ եւ արդար է, որ ների մեզ մեր մեղքերը եւ մաքրի մեզ ամեն անիրավությունից։ Երբ մեր սրտերը մաքրվեն, այդ դեպքում խնդիրը մեր սրտում էլ չի լինի։ Եվ հիշենք, որ սրտի վիճակը որոշում է, թե ինչ է դուրս գալիս բերանից։ Սիրտը կյանքի աղբյուրն է, սիրտը ծառն է։ Մաքուր սիրտը չի կարող անմաքուր խոսք առաջացնել։ Անմաքուր արտահայտությունները ցույց են տալիս անմաքուր սիրտը։ Նախ, եթե մենք գանք լույսի մեջ, խոստովանենք եւ դառնանք դեպի Աստված ու դիմենք Աստծուն մեր խնդրի համար, ի նկատի ունեմ մեր լեզվի խնդրի համար, ապա Աստված հավատարիմ եւ արդար է ներելու համար։ Անցյալի արձանագրությունները մեր լեզվի մեղքերի ջնջվում են եւ բոլոր այն բաները, որ մենք ցանկանայինք, որ երբեք ասած չլինեինք, որոնց համար մենք ապաշխարել ենք, զղջացել ենք, ջնջվում են։ Երկրորդ, Աստված մաքրում է մեր սիրտը, հետո մաքուր անարած սրտից այն, ինչ դուրս է գալիս շուրթերով, մաքուր ու անարատ կլինի։ Եթե քո սիրտը փառաբանում է Աստծուն, սիրում է Աստծուն, ապա քո շուրթերը կսկսեն փառավորել, փառաբանել Աստծուն։ Աստված լուծում է լեզվի եւ շուրթերի խնդիրը զբաղվելով սրտի վիճակով, որտեղ սրտից է բխում ամեն ինչ։ Քայլ համար 3. Հրաժարվիր մեղքից, հանձնվիր ու ենթարկվիր Աստծուն։ Կա բացասական եւ դրական կողմեր, որոնք միասին են գործում, ինչպես նույն կոպեկի երկու հակառակ կողմերը։ Եվ ամեն մեկս պետք է կամքի ուժ դրսևորենք երկու ուղղությամբ էլ։ Մենք պետք է ոչ ասենք մեղքին եւ այո ասենք Աստծուն։ Մենք երկուսն էլ պետք է անենք։ Մենք չենք կարող ոչ ասել մեղքին առանց Աստծուն այո ասելու, քանի որ մենք կհայտնվենք մի վակուումում, մի տարածքում, որը կլցվի նույն խնդրով ու նույն մեղքով։ Մենք չենք կարող ազատվել մեղքից առանց Աստծուն հանձնվելու ու ենթարկվելու։ Հռոմեացիներ նամակի 6-րդ գլխի 12-ից 14-ում Պողոս առաքյալն ասում է. «Արդ թող մեղքը ձեր մահկանացու մարմնի մեջ չթագավորի, որ նրա ցանկություններին չհնազանդվեք, եւ ձեր անդամները որպես անիրավության զենք մի հանձնեք մեղքին,
այլ ինքներդ ձեզ ներկայացրեք Աստծուն որպես մեռելներից կենդանացածներ և ձեր անդամները արդարության զենք Աստծուն, որովհետև մեղքը ձեր վրա չպիտի իշխի, քանի որ օրենքի տակ չեք, այլ շնորհի։ Երբ մեղքը մարտահրավեր է նետում քեզ, երբ մեղքը թակում է մեր դուռը, ուզում մեզ քաշել մեղքի մեջ, ասա. ոչ, ես չեմ հանձնվելու ու չեմ ենթարկվելու քեզ։ Դու իշխանություն չունես ինձ վրա, ես չեմ հանձնելու ու ենթարկացնելու իմ մարմնի մասերը քեզ, մեղք։ Ամենից առաջ ես չեմ հանձնի ու ենթարկեցնի քեզ այն անդամը իմ մարմնի, որն ամենից շատ դժվարություններ է առաջացնում, իմ լեզուն։ Մեղք դու չես կարող այլևս կառավարել ու վերահսկել իմ լեզուն։ Այնուհետև դիմիր Աստծուն և ասա. Տեր Աստված, ես իմ լեզուն տալիս եմ քեզ, իմ լեզուն հանձնում եմ քեզ և խնդրում եմ, որ դու վերահսկես ու կառավարես իմ մարմնի այն անդամը, որը ես չեմ կարող կառավարել։ Եկեք նայենք Հակոբոս նամակի 3 գլխի 7-ից 8 համարներին։ Գազանների, թռչունների, սողունների և ծովում եղողների ամբողջ բնությունը հնազանդեցված է և հնազանդվում է մարդկային բնությանը, բայց մարդկանց լեզուն ոչ ոք չի կարող հնազանդեցնել, նա անզուսպ ու չար է, մահաբեր թույնով լցված։ Մենք պետք է ընդունենք այն փաստը, որ չենք կարող զսպել ու հնազանդեցնել ու կառավարել մեր սեփական լեզուն։ Աստվածաշունչն է սա ասում։ Միայն մեկ ուժ կարող է կառավարել մեր լեզուն և այդ ուժը Աստծո զորությունն է Սուրբ Հոգու միջոցով։ Երբ անում ենք առաջին քայլը, որի մասին խոսեցինք, խոստովանել ենք մեր մեղքը, ներում ենք ստացել Աստծուց, Աստված նաև մաքրել է մեզ Հիսուսի արյունով, ու հանկարծ մենք կրկին մարտահրավերի առաջ ենք կանգնած մեր լեզուն մեղքի մեջ օգտագործելու, հա։ Այդ ժամանակ մենք պետք է մեղքին ասենք. դու օրինակ, բամբասանքի մեղք, դու ստախոսության մեղք, դու գոռոզության մեղք, դու դառը արմատի մեղք, դու չգիտեմ, այնտեղ էլ չեմ հիշում այս պահին, շատախոսության մեղք չես կարող ունենալ իմ լեզուն, ես մերժում եմ իմ լեզուն քեզ տալ, ու հետո ասեք Սուրբ Հոգուն, Սուրբ Հոգի, ես քեզ եմ հանձնում իմ լեզուն, ես չեմ կարող կառավարել իմ լեզուն, ես խնդրում եմ, որ տիրես իմ լեզվին, իշխես իմ լեզվին ու կառավարես իմ լեզուն ինձ համար։ Ուզում եմ հասկանանք, որպեսզի այս ամենը իսկապես գործի մեր կյանքում, մենք նախ պիտի ընդհանուր ապաշխարություն անենք, մենք պիտի դառնանք Աստծուն, ապաշխարենք, որ անաստված, անհավատ կյանքով ենք ապրել, որ այս մնացած բաները գործեն։ Սա կախարդական փայտիկ չի, սա իրական կյանք է, աստվածավախ, աստվածահաճո, Աստծուն ենթարկված կյանք։ Եկեք հիմա պարզապես հակիրճ վերանայենք լեզվի բուժման ու ազատագրման 3 քայլերը, հաշվի առնելով, որ դուք արդեն ձեր կյանքը նվիրել եք Հիսուսին, որ դուք հավատացյալ մարդիկ եք։ Նախ, ազնիվ եղեք ինքներդ ձեզ հետ և Աստծո հետ և կոչեք ձեր խնդիրը իր իրական ու ճշմարիտ անունով։ Անվանեք այն մեղք, ընդունեք, որ դուք մեղք եք գործում։ Երկրորդ, խոստովանի քո մեղքը, ապաշխարի և ճշմարտությամբ, սրտով, իրական, ձևական մի արա և ստացի ներում և մաքրում Աստծուց։
Երորդ, հրաժարվիր մեղքին հանձնվելուց, որոշիր ու հանձնվիր ու ենթարկվիր Աստծուն։ Սա ազատագրման և ապաքինման գործընթացի գագաթնակետն է, երբ Սուրբ Հոգի Աստծուն հանձնում ես մարմնիդ այն անդամը, լեզուն, որը ինքդ երբեք չես կարող կառավարել ու վերահսկել։ Եվ շատ անհրաժեշտ է, որ նաև քեզ լցնես Աստծո խոսքով, որ քո միտքը, քո ուղեղը, քո սիրտը, քո ողջ էությունը սովորի ճիշտ խոսել Աստծո խոսքերը, որ էլ չարիք չասվի, որ մեր բառապաշարը փոխվի, որ մեր մտածելակերպը փոխվի, որ մեր այդ մաքրված դատարկ սիրտը դատարկ չմնա, այլ Աստծո խոսքով ու ճշմարտությամբ լցվի, որտեղ եթե դատարկ մնա, կեղտը նորից կգա ավելի շատ կեղտի հետ միասին։ Այսքան այսօր։ Աստված օրհնի, պահի ու պահպանի ամենքիս, թող Սուրբ Հոգու առաջնորդությունը լինի ամենքիս հետ։ Լսենք Սուրբ Հոգու։ Հիսուսի արյան պաշտպանությունը թող լինի ամենքիս վրա։ Ամեն։